Սիրելի ռադիո լսողներ, Դարփինյանի ժամն եք դուք լսում կամ դիտում, բաժանորդագրվեք գործարար Ալիքի ու լրատվական ռադիոյի թվային հարթակներին, բաժանորդագրվեք նաև Արմեն Դարփինյանի YouTube-յան էջին եւ մնացած սոցիալական օգտահաշիվներին։ Մոտակա 30-40 րոպեն մենք քննարկելու ենք իրադարձությունները մեր հայկական տեսանկյունից եւ Արմեն Դարփինյանի տեսանկյունից։ Պարոն Դարփինյան, ողջունում եմ ձեզ։ Ողջունում եմ, Դավիթ ջան, ողջունում եմ բոլոր մեզ լսողներին եւ դիտողներին։ Երկիր մոլորակը ալեկոծվում է, մենք տեսնում ենք Միացյալ Նահանգներում Կիրակի օրը տեղի ունեցան հսկայական իրենց ցնցողությամբ եւ մասշտաբով բողոքական ակցիաներ ուղղված նախագահ Թրամփի դեմ, այսինքն իրենց հաշվարկներով մոտ 7 միլիոն մարդ մասնակցեց այդ ցույցերում, No King այս նշանաբանը, այսինքն ոչ թագավորին եւ ոչ թագավորությանը, այսինքն Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցությունը եւ դեմոկրատական արժեքները կիսող եւ դանվանող այդ հանրույթը համարում է, որ Թրամփը անցել է արդեն թագավորական, այսպես ասած, կենսակերպի եւ գործելավոճի, բայց իմ կարծիքով Թրամփը վայելում է օխլոկրատիայի, ուրեմն օժանդակությունը եւ աջակցությունը եւ նրան առանձնապես չի հուզում այդ դեմոկրատների ընդվզումները։ Ավելին ասեմ, ես ուղղակի զարմացա, նման բան ես չէի տեսել, չէի էլ պատկերացնի, եթե թադրենք մի քանի տարի առաջ ինձ ասեին, որ Միացյալ Նահանգների նախագահը ուրեմն արհեստական բանականությամբ մի ինչ-որ ռոլիկ կպատրաստի իր մասին եւ այդ ռոլիկի մեջ կներկայացնի, որ ինքը կործանիչի որպես ղեկին նստած օթաչու է, կործանիչի եւ այդ կործանիչով կղանքատիպ ուրեմն ավազ է, ուրեմն թափում այդ ամբողջ ցուցարարների վրա։ Սա նշանակում է, որ ամերիկյան դեմոկրատիան եւս հիմա որոշակի կրիզիսային իրավիճակներում է գտնվում եւ ես անկեղծ ասած այստեղ լավ բան չեմ տեսնում։ Այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների եւ մնացած արևմտյան աշխարհի հարաբերությունները։ Ես տեսնում եմ, որ Միացյալ Նահանգները անգամ պատրաստ են խզելու իրենց դարավոր բարեկամությունը Հնդկաստանի հետ, հասկանում ես, պարտադրում են Հնդկաստանին, որ նա հրաժարվի ռուսական նավթից, եւ հնդիկների համար լավագույն իրավիճակն է հիմա ռուսական նավթից, էժան նավթից օգտվելու, ինչու պիտի հրաժարվեն, չեն հրաժարվելու։ Եվ վարչապետ Մոդին, Հնդկաստանի վարչապետը հայտարարեց, որ մենք չենք հրաժարվի, որովհետեւ կան ազգային շահեր, կան պետական շահեր, կա Հնդկաստանի շահը, որը չի թելադրում, որ մենք պիտի հրաժարվենք, ինչու պիտի հրաժարվենք։ Ուրեմն ասել, որ Միացյալ Նահանգները արևմտյան աշխարհի հետ նման կերպ ապահարզան ուրեմն հրճակելով ըստ էության, որպես ապահարզանի քաղաքականություն է գնում, սա իսկապես ձևափոխում է ամբողջ աշխարհը եւ մենք նույնպես պիտի շատ աչալուրջ լինենք այստեղ, որովհետեւ կարող ուղղակի մեր հաշվին այդ ձևափոխումը իրականացվի, մենք անգամ չհասցնենք ուշքի գալ, այսպես ասած։ Եգիպտոսում տեղի ունեցած այդ համաժողովում, որը կազմակերպել էր Թրամփը եւ որին հրավիրված էր նաեւ Հայաստանի վարչապետը, Հայաստանը մասնակից էր այդ Գազայում կարգավորման ուղղված այդ բանակցություններին։ Մենք մասնակցում ենք որպես եւս մեկ հակամարտության ներկայացուցիչներ, որը հաջողվել է Թրամփը կասեցնել, կանգնեցնել եւ այլն։ Ինձ դուր չեկավ Թրամփի մոտեցումը մեզ, Թրամփի որակումները։ Նա արտասանեց մեր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտահայտությունը հետեւյալն էր, ասաց մենք կանգնեցրել ենք a little war, փոքրիկ պատերազմը կանգնեցրեցի, ասաց, Ռուսական մի ասացված կա կամո վայնա, կամո մայրադնա, հասկանում ես հիմա։ Դա նշանակում է, որ Թրամփը բացարձակապես պատկերացում չունի Ղարաբաղյան այս մեր process-ի մասին, բացարձակապես Ընդհանուր առմամբ ինքը կարծում է, որ Ալիևն ու Փաշինյանը հայրենակիցներ են, այսինքն իր մոտ չէ տպավորությունը, որ մեր մոտ քաղաքացիական պատ, այսինքն հարցը տվեց, չէ, where is your compatriot։ Դա նույնպես ապացուցում է, որ բացարձակ գաղափար չունի սկզբնաղբյուրից, ինչից է սկսվել այս ամեն ինչը, այս պատմությունը։
եւ որ դա չի սկսվել որպես հայ-ադրբեջանական պատերազմ, հասկանում ես, անել փոքրիկ պատերազմ, little war, հա, փոքրիկ պատերազմ։ Այն որ գիտես, and compatriot-ը հայրենակից բառը զեմլյակն է, մենք սովետական ժամանակահատվածում Ռուսաստանում, երբ տեսնում ենք սև ինչ-որ մեկին, բայց չենք կարողանում իդենտիֆիկացնել, ասում ենք զեմլյակ, դիմում ենք իրեն որպես զեմլյակ, հասկանում ես, հիմա մենք դարձանք զեմլյակ, բայց ես պիտի նախագահ Տրամփին եւ Միացյալ Նահանգների ադմինիստրացիային հուշեմ, որ մենք չենք էլի զեմլյակները, եթե որևէ մեկը կա այս տարածաշրջանում, նրանք են մեր զեմլյակները, որովհետև մենք բնիկ ժողովուրդ ենք։ Զեմլյան մերն է։ Մենք զեմլյակ չենք, էլի, եթե խոսքը գնում է այդ կատեգորիայի մասին, ուրեմն նրանք են մեր զեմլյակները, որովհետև մենք այստեղ ոչ միայն բնիկ ժողովուրդ ենք, նաև այդ քրիստոնյա աշխարհի առաջին ներկայացուցիչներն ենք, որի դիրքերը կարծես մենք զիջում ենք, բայց Տրամփի այս մոտեցման մեջ ես նաև կմեղադրեի ոչ միայն մեր պաշտոնյաներին, որոնք առնչվում են ամենօրյա կտրվածքով Տրամփի ադմինիստրացիայի հետ, բայց նաև կմեղադրեի դեսպանատանը ամերիկյան, որ այստեղ գործում է, հա։ Ընդհանրապես կարծում եմ, որ դեսպանը նշանակվել է դեռևս դեմոկրատների ադմինիստրացիայի ժամանակ, ակնհայտորեն ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը, ակնհայտորեն իմ կարծիքով առանձնապես ջանք չի թափում, որպեսզի Տրամփի ադմինիստրացիային ներկայացնի, թե այնուամենայնիվ ինչ է նշանակում հայ ժողովուրդը, ով են հայերը, ինչ նշանակություն ունեն այս տարածաշրջանի համար, ինչ դերակատարում ունեն այս տարածաշրջանի համար, որ հայերը որևէ մեկի զեմլյակը չեն, հասկանում ես, դա այդ թվում նաև դեսպանի համապատասխան պաշտոնյաների, ամերիկյան պաշտոնյաների, որոնք որ կոչված են աշխատելու հայ-ամերիկյան հարաբերությունների ուղղությամբ, մենք անդրադարձել ենք մեր այս հանդիպումներում Ռուսաստանի դեսպանատան աշխատանքներին եւ մասնավորապես դեսպանը եւ նշել ենք, որ հայ-ռուսական հարաբերությունների արկա իրավիճակի համար մեկ պատասխանատուներից է նաեւ Ռուսաստանի դեսպանը Հայաստանում, որին նույն մեղքերը կարելի է մեղսագրել, այսինքն ոչ լիարժեք, ոչ ճշմարիտ տեղեկություններ, ընդհանրապես չի բացատրվում, չեն աշխատում մարդիկ, ովքեր են հայերը, ինչի համար են հայերը եւ ինչու են պետք հայերը ամերիկացիներին եւ կամ ռուսներին, հասկանում ես, այստեղ ես կմեղադրեի նաեւ Միացյալ Նահանգների դեսպանատանը եւ կարծում եմ, որ ադմինիստրացիայի ցանկացած փոփոխությունից հետո դե Տրամփը օրինակ փոխեց իր դեսպաններին այն երկրներում, որտեղ իր կարծիքով դա կարեւոր էր։ Ցավոք սրտի տեղի չունեցավ փոփոխությունը մեր երկրում, որովհետև հավանաբար Տրամփը համարում է, որ դա կարևոր չէ եւ դա իսկապես այդպես է իր համար կարևոր չէ Հայաստանը, որովհետև Հայաստանին ինքը համարում է, հասկանում ես, նա ոչ թե Փաշինյանին համարեց Ալիևի զեմլյակը, ինձ ու քեզ համարեց Ալիևի զեմլյակը, բոլոր հայերիս համարեց, այսինքն մենք ակնհայտորեն տեղը չի բերում նախագահ Տրամփը, ակնհայտորեն նրան պետք է բացատրել, բացատրողական աշխատանքները պետք է իրականացնել, որպես նաև մեկ ով ամբողջ աշխարհով հանձն է առել պաշտպանելու քրիստոնյաներին, այդ թվում նաև հալածված քրիստոնյաներին, ես կարծում եմ, որ մենք որպես առաջին քրիստոնյաներ ուղղակի պարտավոր ենք այստեղ ներկայանալու Տրամփի նորովի, պիտի հասկանա, որ մենք որևէ մեկի զեմլյակը չենք, կրկնում եմ, եւ եթե որևէ մեկը կա այս տարածաշրջանում, նրանք կարող են համարվել մեր զեմլյակները, որովհետեւ մեր հողն է սա։ Մեր հողն է, մեր տարածաշրջանն է սա, այստեղ մենք գերագույն դերակատարում ենք ունեցել եւ հուսով եմ, որ կունենանք։ Սա առաջին հատվածը։ Երկրորդը ինչ կուզեի ասել, Վատիկանում տեղի ունեցավ սրբադասումը եւ մեր վարչապետը նույնպես հրավիրված է Վատիկանում 3 այսօր կարծեմ։ Դավիթ, այդ թվում նաև 7 քրիստոնյա կաթոլիկներ սրբադասվեցին Հռոմի պապի կողմից։ Այդ թվում նաև 1 հայ քրիստոնյա կաթոլիկ, որի մասին ես համոզված եմ ուղղակի հայերի ոչ թե մեծամասնություն, այլ ամբողջությամբ տեղեկություն չկա, հասկանում եք։ Այսինքն մի հռչակավոր հայ, որը այո եղել է կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, Թուրքիայում գտնվող Մարդին նահանգի եւ քաղաքի եպիսկոպոսապետն է եղել կաթոլիկ։
որին ոչնչացրել են, ուղղակի գնդակահարել են թուրքերը գենոցիդի ժամանակահատվածում հունիսի 30-ին 15 թվականի նրանց ստիպել են ստիպողաբար ընդունել մահմեդականությունը, հրաժարվել քրիստոնեությունից, նա բնականաբար չի ընդունել, դա հերոսաբար է իրեն պահել եւ նրան ուղղակի ոչնչացրել են, գնդակահարել են։ Մի քանի անգամ նման փորձ են կատարել նրան կրոնափոխել, նա չի համաձայնվել դրան, հա, դա բացառիկ հայ հերոս է, հա։ Ինչու դրա մասին որևէ արձագանք չկա, ոչ մեր դասագրքերում, ոչ մեր պատմության մեջ, ինչու պիտի Հռոմի Պապը հիշեցնի մեզ, որ ասի լսեք հայեր, նման հայ կա, նման հայ է գոյություն ունեցել, որին մենք սուրբ ենք համարում, հասկանում ես։ Ես շատ ցավում եմ դրա համար, այդ թվում նաև մեր մոտեցումը կաթոլիկներին կամ բողոքականներին, հասկանում ես, չգիտես ինչու մենք դրանց որոշ հատվածը հայերի, այսպես ասեմ, համարյա որակում ենք որպես ինչ-որ այլընտրանք, հակառակորդ, եթե ոչ թշնամի, հա, ես անգամ տեսա որոշակի որակումներ, երբ Փաշինյանը այդ նշխարը վերցրեց կաթոլիկ եկեղեցու, արդեն կաթոլիկացրեցին եւ այլն, դրանք մեր եղբայրներն են շատ ներողություն։ Կամ ես տեսնում եմ արձագանքներ, որ տեսեք սովետական միության ժամանակահատվածում կաթողիկոս Վազգեն Առաջինը թույլ չտվեց, որ կաթողիկո եկեղեցի կառուցվի։ Ես չեմ կարծում, որ Վազգեն Առաջինը ինքնուրույն թույլ չի տվել։ Դա կամ սովետական միությունը թույլ չի տվել, կամ սովետական միությունը թույլ չի տվել, որ Վազգենը թույլ տա։ Հասկանում ես, բայց այսինքն նրանք մեր եղբայրներն են, տասնյակ հազարավոր կաթոլիկ հայեր։ Մենք ենք այդ մեր հայրենակիցը, մեր հազարավոր կաթոլիկներ կան, կաթոլիկները քրիստոնյաներ են, մեր եղբայրներն են, մենք հսկայական ժառանգություն ունենք կաթոլիկյան նույն մխիթարիստների եկեղեցին հսկայական ժառանգություն ունենք, մենք մեր եղբայրներն են, ոչ միայն թշնամիները չեն, դրանց հետ միասնաբար մենք պիտի քրիստոնեության համար պայքարենք եւ տարածենք, հասկանում ես, այս մոտեցումը կաթոլիկների նկատմամբ, որը ես նկատում եմ որոշ հրապարակումներում, այդ թվում նաեւ քաղաքականամերձ շրջանակների հրապարակումներում ուղղակի անթույլատրելի է, ուղղակի անընդունել է ուղղակի։ Էլ չասեմ, որ Վատիկանը միջազգային քաղաքականության մեջ հսկայական դերակատարում ունի, ուղղակի հսկայական դերակատարում ունի եւ Վատիկանի հետ հարաբերությունների հաստատումը, զարգացումը, բարիդրացական հարաբերությունները հսկայական նշանակություն ունեն մեր ազգի համար, ժողովրդի համար, պետության համար, հասկանում ես, եւ հետ իմաստով իհարկե Հռոմի Պապի հրավերքը պետք է ընդունել, իհարկե ուղղակի ես նորից եմ ամոթ զգացի, ճիշտն ասած, մեր հայ հասարակության համար, հայ պատմաբանների համար, հա, ինչու մենք Իգնասիոս Մալոյան, եպիսկոպոսին չենք ճանաչում, մինչև այսօր չենք ճանաչում, հիմա էլ չենք ճանաչում, նրա ճակատագիրը չգիտենք, չէ որ նա պաստորեն հալածյալ գնդակահարված քրիստոնյա է եղել հենց այդ հավատքի համար։ Պարոն Դարբինյան, այդ մարդը մեր իրական Հայաստանի հետ կապ չունի, չէ՞, Իգնասիոս Մալոյանը։ Ոնց որ իրական Հայաստանի ջատագովը գնացել է, բենեֆիտները ստանում է, շատ ցինիզմ չընչի, բայց ակնհայտ բենեֆիտներ է ստանում, Հռոմի Պապու հետ է նկարվում, գնում է Վատիկան, տենց քարոզարշավային էլեմենտներ է անում, հետո հետա գալի ասում է մենք դրա հետ կապ չունենք, այդ մեր հետ ոչ մի կապ չունի, այնտեղ ինչ եղել է, եկեղեցին լավը չի եւ այլն եւ այլն, այսինքն պետք է մի հատ այդ մարդուն ասել, որ կողմնորոշվի, թե ինքը ինչ է ուզում, էլի։ Տվյալ դեպքում երկրի ղեկավարը կարծում եմ մեր բոլորի անունից մասնակցել է այդ ծիսակատարությանը, այդ արարողությանը եւ պարտավոր էր մասնակցել եւ պետք է մասնակցել եւ պետք է պահել Վատիկանի հետ հարաբերությունները։ Ես չեմ կարծում եւ երբեք չեմ համարել, որ դա կապ չունի մեր իրական Հայաստանի հետ։ Ընդհանրապես չեմ ընդունում այդ դասակարգումը իրականի եւ պատմականի։ Ես իսկական Հայաստանի կողմնակից եմ, իսկ իսկական Հայաստանը ներառում է եւ այս մեր սահմանները եւ այն քարտեզը, որը թափահարում է Փաշինյանը մերթ ընդմերթ եւ այն ամբողջ ժառանգությունը, այն մեր հայրենիքի զգացումը, մեր պատմությունը ամբողջությամբ, հասկանում ես, դա ոչ մի կապ չունի տարածքային նկրտումների հետ, որ հայերը կարող են ունենալ այլ երկրների նկատմամբ։ Բայց գիտես ինչ նկատեցի, Դավիթ ջան։ Ցավով նկատեցի, որ այդ արարողության ժամանակ, երբ ներկայացվում էր ուրեմն մեր եպիսկոպոս Մալոյանը,
Վատիկանը, որը դեռևս 2015 թվականին ընդունել է հայոց ցեղասպանության գենոցիդի փաստը, ոչ մի կերպ դրան չանդրադարձավ, այսինքն պաշտոնական հայտարարությունը երբ հնչեց եւ ներկայացրեցին Իգնասիոս Մալոյանին, չհնչեց այն որակումը, որ նա գենոցիդի ժամանակահատվածում եւ գենոցիդի զոհ է դարձել այս մարդը, չնայած Վատիկանը 2015 թվականին դեռևս Ֆրանցիսկոս Պապի գահակալությամբ ընդունել էր հայոց ցեղասպանության գենոցիդի փաստը, ավելին 2012 թվականին նրանք բացեցին իրենց արխիվները, որտեղ հսկայական արխիվային փաստաթղթեր կային, որոնք վերաբերում էին հայոց ցեղասպանությանը եւ գենոցիդին, եւ մենք օգտվեցինք դրանից եւ այդտեղ Վատիկանը իհարկե հայանպաստ ուրեմն դիրք ընդունեց եւ մենք շնորհակալ ենք Վատիկանին դրա համար, բայց դες անցավ 10 տարի Վատիկանը որևէ անդրադարձ չարեց, այսինքն չասվեց, որ Մալոյանը դարձել է գենոցիդի զոհ, մեկ եւ երկրորդը չասվեց, որ Մալոյանին պարտադրում էին ընդունել մահմեդականություն, ընդամենը ասվեց, որ նրան պարտադրում էին, որ նա հրաժարվի քրիստոնեությունից, ոչ, նրան պարտադրում էին հրաժարվի քրիստոնեությունից եւ ընդունի մահմեդականությունը, որից իհարկե նա հրաժարվել է եւ գնդակահարվել այդ պատճառով։ Ես կարծում եմ, որ նորից անդրադառնում եմ մեր պատմաբաններին, մեր բաց թողումներին, պատմական հսկայական դրվագներ կան, լուրջ դրվագներ, որոնք ուղղակի բացահայտման կարիք ունեն։ Մենք պիտի ամաչենք, որ մեր հայ հերոսներին եւ սրբերի մասին մեզ հիշեցնում է Վատիկանը կամ այլք, ես չգիտեմ, ցանկացած մեկը։ Շարունակելով այս ուրեմն իրադարձության մասին իմ մտորումները, ասեմ, որ գիտես մեր մամուլում, մեր վերլուծաբանների մոտ ես չտեսա լուրջ արձագանք այս ամեն ինչի նկատմամբ։ Դες գրում են սրբադասվեց Մալոյանը եւ 6 ուրիշ ուրեմն սրբեր։ Մի հատ անդրադարձեք, հասկացեք, ինչու, ով, երբ, ինչ կապակցությամբ։ Դες Վենեսուելայում այսօր ազգային տոն է հայտարարված, որովհետեւ այդ 7-ի մեջ 2 վենեսուելացի կար, մեկը բժիշկ էր, որ բժշկում էր աղքատներին, բացարձակ անվճար։ Մյուսը քրիստոնյա եկեղեցական կին էր, որը որ տարածում էր քրիստոնեությունը եւ պաշտպանում էր Հիսուսի նվիրյալներին, այսպես ասած։ Այդտեղ կար անդրադարձ նաեւ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիների կողմից Պապուա Նոր Գվինեայի նկատմամբ ուրեմն ոտնձգությունների անդրադարձ կար ճապոնացիները միլիտարիստական Ճապոնիան, որը որ հիտլերիզմի կողմնակիցն էր եւ աջակիցը, դաշնակիցը, բազմակնության ուրեմն քարոզ էր տանում եւ այդտեղ Պապուա Նոր Գվինեայի ուրեմն քարոզիչներից մեկը, քրիստոնյա քարոզիչներից մեկը ուղղակի կանգնեց մեր ավանդական արժեքների կողքը եւ ես կարծում եմ, որ մենք պիտի այս անդրադարձը անպայման կատարենք, ովքեր ինչու են սրբադասվում, ոչ միայն մենք չենք տիրապետում մեր սրբերի պատմությանը, բայց նաեւ պիտի անպայման գիտես նոր մտքովս անցավ, որ մեր հայ առաքելական եկեղեցին չէ որ բոլոր զոհերին սրբադասել էր 1.5 միլիոնին։ Ավտոմատ կերպով Իգնասիոս Մալոյանը եւս սուրբ է նաեւ հայ առաքելական եկեղեցու կողմից սրբադասված, բայց մենք պիտի նորից եմ կրկնում անպայման անդրադարձ կատարենք, անպայման հասկանանք ինչ է կատարվում աշխարհում, ինչու այս կամ այն դրվագը օրինակ այսօր կարևորվում է Հռոմի Պապի կողմից եւ Վատիկանի կողմից։ Բացի այն, որ Վատիկանը մեծ դերակատարում ունի միջազգային քաղաքականության մեջ, բացի այն, որ նրանք նորից 12 թվականին բացեցին արխիվները եւ մեզ տրամադրեցին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված գենոցիդին վերաբերող տվյալներ եւ նյութեր, որոնք մեր պատմաբանները, մեր քաղաքագետները պարտավոր են օգտագործել այդ թվում նաեւ հետագայում, մենք ունենք մխիթարիստների միաբանությունը, մի հսկայական ժառանգություն, մի հսկայական հարստություն, որը մեր հարստությունն է, նորից եմ կրկնում, մենք որպես առաջին քրիստոնյաներ իրավունք չունենք հակադրվելու այլ քրիստոնյաների, իմ կարծիքով մենք պիտի շատ ավելի մեծահոգի լինենք, շատ ավելի
ընդունող, շատ ավելի պատրաստ դիալոգի, երկխոսության, երբեք չհակադրվենք։ Իմ կարծիքով մեր սխալներից մեկը եւ միգուցե եկեղեցու հայ-առաքելական եկեղեցու սխալներից մեկը այդ հակադրվելն է, պետք չէ հակադրվել, հասկանում ես, ավտոմատ կերպով բոլորին աղանդավոր համարել։ Այդ թվում է բողոքականներին, մեջ պետք է մեծահոգի լինել, հզոր լինել, այն ուժը ցուցադրել։ Այո, հայ-առաքելական եկեղեցին ամենակոնսերվատիվ, աշխարհի ամենակոնսերվատիվ քրիստոնյա եկեղեցին է, սա պիտի ընդունենք։ Եվ միգուցե այդ կոնսերվատիվությունը պահպանողականությունը մեզ փրկել է, պահել է, պահպան է եղել եւ շատ օքեյ, շատ լավ, բայց դրա հետ մեկտեղ մենք պիտի մեծահոգի լինենք եւ պատրաստ լինենք դիալոգի, ոչ թե ավտոմատ կերպով նրանց համարենք թշնամիներ։ Դες մի հզոր անձնավորություն կար 90-ականներին, մորմոնների ղեկավար Ջոն Հանսմանը, որը Յուտա նահանգի տերուտիրական էր իր ամբողջ ընտանիքով։ Հանսմանը եկավ Հայաստան, եթե մենք նրան վերաբերվենք որպես աղանդավորի, միանգամից պիտի կամ դուրս անենք, կամ չընդունենք, կամ ընդհանրապես ուրեմն հետո որևէ առնչություն չունենանք։ Հանսմանը հսկայական դեր ունեցավ Գյումրիի ուրեմն վերականգնողական աշխատանքների մեջ։ Հիմա էլ այժմ էլ Գյումրիում առանձին թաղամաս կա, Հանսմանի թաղամասը։ Հանսմանը այստեղ գործարան հիմնեց, մեր լավագույն բարեկամներից մեկն էր։ Հանսմանի ընտանիքը Միացյալ Նահանգների կառավարությունում, դեմոկրատական կառավարությունում շատ լուրջ դերակատարում ուներ։ Հանսմանի որդին որոշ ժամանակ նրանք միշտ եղել են նահանգապետ, Յուտա նահանգը իրենցն է եղել, Հանսմանի որդիներից մեկը եղավ Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանը, նրանք լուրջ դերակատարում ունեցող ընտանիք են։ Հիմա մենք ինչ պիտի ասենք, որ նրանք աղանդավոր են եւ նրանց հետ գործ չունենանք, հակառակը նրանք մեր մեծագույն մեծ բարեկամներն են։ Պիտի անգամ մեծահոգի լինի մեր քրիստոնեական առաքելական եկեղեցին, որ մտնի այդ դիալոգի մեջ։ Սա մի նկատառում։ Երկրորդ նկատառումը, որ այնուամենայնիվ լինելով ամենակոնսերվատիվը մենք պիտի կարողանանք այնուամենայնիվ ինչ-որ ռեֆորմիստական քայլեր անել, չէ՞, այսինքն բաներ կան, որոնք որ արգելակում են հետագա զարգացումը։ Ես օրինակ նկատեցի Բենեդիկտ Պապը, ուրեմն Հռոմի Պապը, նախորդ Պապը, որը վախճանվեց վերջերս, արգենտինացի Բենեդիկտը, որը նույնպես հայերի հետ շատ բարեկամական հարաբերություններ ուներ։ Ուրեմն նա իր նախաձեռնությամբ փոխեց տերոնական աղոթքի մեկ տողը։ Ուրեմն այդ տողը, որը որ նույնն է, եւ մեր աղոթքն է նույնը, եւ կաթոլիկներին նույնն է, եւ մի տարզ մեզի փորձության, եւ մի տարզ մեզի փորձության։ Նա փոխեց այդ տողը, ինչու պիտի ուրեմն հայրը մեզ տանի փորձության։ Նա փոխեց այդ ձևակերպումը եւ հիմա տերունական աղոթքը կաթոլիկ եկեղեցու հնչում է այսպես, այդ տողը հնչում է հետեւյալ կերպ. եւ պաշտպանիր մեզ փորձություններից, հասկանում ես։ Մենք շարունակում ենք եւ մի տար մեզ փորձություն։ Ես սա որպես օրինակ եմ բերում, այսինքն ռեֆորմիստական մոտեցումը, ուրեմն իմ կարծիքով շատ դրվագներ, դեպքեր, դիպվածներ, կանոններ կան, որոնք որ գոնե քննարկման առիթ պիտի դառնան, հա, նույն այդ կուսակրոնությունը, որի վերաբերյալ մենք խոսել ենք, գոնե քննարկման առիթ պիտի դառնան, այսինքն կոնսերվատիվ եւ պահպանողական լինելը ոչ միշտ է, որ նպաստում է զարգացմանը եւ առաջընթացին, եւ հակառակը, եկեղեցին պիտի անի ամեն ինչ, ամեն հնարավորը, որպեսզի ազգը, երկիրը, պետությունը, ժողովուրդը, ազգը հավաքական ազգը, հասկանում ես, չբաժանի աղանդավոր քրիստոնյաների եւ իսկական քրիստոնյաների եւ չհակառակվի տվյալ դեպքում ուրեմն կաթոլիկ եկեղեցուն հատկապես։ Սա իմ կարծիքով շատ կարևոր է նշել այս եկեղեցական թեմատիկայում։ Հաջորդը ես նկատեցի Իսրայելի վարչապետի մի հայտարարությունը, որը անկեղծ ասած Նետանյահուն իմ հերոսը չի, որովհետև տարբեր առնչություններ ենք ունեցել Նետանյահուի հետ, նա երկար ժամանակ, արդեն մոտ 4 տասնամյակ, ուրեմն երկնակամարում է քաղաքական Իսրայելի։ Պիտի ասեմ, որ 98 թվականին, երբ ես այցելեցի պետական այցով Լիբանան,
Դրանից մի քանի օր առաջ, միգուցե մեկ շաբաթ առաջ, Իսրայելը ռմբակոծել էր Լիբանանի հարավում գտնվող Սանա քաղաքը, որտեղ վախճանվել էին այդ թվում նաև երեխաներ եւ ուրեմն ուղղակի խաղաղ բնակիչներ, շենք էր ուղղակի տրակել եւ շենքը փլուզվել էր։ Լիբանանյան մեր գործընկերների երավերքով եւ նրանց խնդրանքով ես այցելեցի այդ քաղաքը։ Տեսա այդ ուրեմն ավերվածությունները եւ այդ թվում հանդիպեցի զոհերի ուրեմն բարեկամների հետ այնտեղ լացուկոց էր բան եւ այլն բավական ուրեմն այդ մի այցը պատճառ դարձավ որ Նետանյահուն չեղարկեր մեր հետ որևէ հարաբերություններ հասկանում ես հիմա այսինքն ռմբակոծելը գիտես պատասխան տալը չգիտես ընկեր ջան իմ հերոսը չի Նետանյահուն առավել եւս որ այս Եգիպտոսի գործընթացներից հետո Իսրայելը շարունակում է ռմբակոծել այսօր ես տեսա մի թիվ որ ինձ զարմացրեց անկեղծ ասած առավել քան 70 հոգի պաղեստինցի ասում են որ Համասի ներկայացուցիչները ոչնչացվել են արդեն այդ ֆակտը ստորագրելուց հետո սա նշանակում է որ պատերազմը այնտեղ դեռևս չի կանգնել եւ միգուցե հրադադար է ժամանակավորապես հայտարարված այդ գերիներին փոխանակեցին եւ այլն բայց պատերազմը շարունակվում է բայց ինչ է ասում Նետանյահուն որի հետ ես պիտի համաձայնվեմ ասում է խաղաղությունը անպայման ուժով է պետք պահել եթե ուժ չունեցար խաղաղությունը չի լինի եւ դու ենթարկվելու ես հատկապես եթե դու փորձում ես դառնալ դեմոկրատական երկիր դու կամ կենթարկվես եթե ուժ չունես կամ կենթարկվես եւ կդառնաս ավտորիտար պետությունների ուրեմն ուղակի հելունազան ծառան կամ դու պիտի ուժ ունենաս որպեսզի պաշտպանես քո դեմոկրատիան եւ խաղաղությունը սա անմիջապես վերաբերվում է մեզ անմիջապես ուրեմն մեր մասին է կարելի ասել մենք մեր խաղաղասեր այսպես ասած աղավնիների դերում պիտի միշտ հիշենք որ մեզ ուժ է հարկավոր այդ ուժը առաջին հերթին իմ կարծիքով գիտության մեջ է պիտի բոլոր ուժերը բոլոր հնարավորությունները մեր կենտրոնացնեն գիտությունը զարգացնելու վրա հատկապես գիտատար արտադրանքի վրա մենք պիտի հետաքրքրություն ներկայացնենք մեզանից հասկանում ես մեզանից պիտի ինչ-որ մի բան կախված լինես աշխարհում ինձ դուր եկավ որ հնդիկ ուրեմն ռազմական գործիչներից մեկը ռազմաարդյունաբերության ներկայացուցիչներից մեկը հայտարարություն էր արել որ ինչ-որ մի պրոդուկտ կա որ հայերի օգնությամբ են իրենք ուրեմն մշակել եւ ստեղծել դա ինչ շատ դուր եկավ դա պիտի դառնա ոչ թե եզակի օրինակ այլ դա պիտի լինի ուղղակի մասսայաբար մենք պիտի ամեն ինչ ոչ մի բան չխնայենք այդ գիտությունը զարգացնելու համար եւ առաջ տանելու հատկապես եթե խոսքը գնում է ռազմական նշանակություն ունեցող գյուտերի եւ ապրանքների մասին իմ կարծիքով այստեղ բավարար աշխատանք չի տարվում շատ կարևոր է սա այսինքն մեր ուժը տվյալ պարագայում միայն դրանում պիտի լինի այսինքն մեզանից պիտի կախված լինեն եւ եթե հարկն է վախենան որովհետեւ մենք տիրապետում ենք ինչ որ մի բանի որը որ թույլ է տալիս մեզ պաշտպանվելու ամբողջապես թեկուզ եւ այն տարածքը որի մասին մենք խոսում ենք որպես իրական Հայաստան այսպես ասած այսօր երկուշաբթի առավոտյան մենք տեսանք Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունները եւ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը պիտի ասեմ որ դες ասեն Գյումրին ինչ վտանգ է ես տեսնում Վարդանի գործունեության մեջ սեպարատիզացիայի վտանգն է տեսնում անկեղծ ասած եւ առաջին հերթին իմ կարծիքով ազգային անվտանգության մեր մարմինները պիտի պայքարեին եւ պայքարեն հենց դրա դեմ չի կարող լինել սեպարատիզմ որևէ ռեգիոնի որևէ քաղաքի մեր երկրում Գյումրիի ուրեմն հիմնը որը գրել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը Հովանես Շիրազի բառերով Այդտեղ մի դա սկսվում է Հայաստանի աղն ես Գյումրի հասկանում ես աղը չի կարող ոչ շատ լինել ոչ քիչ աղը պիտի հենց տեղին լինի եւ իր չափի իմ կարծիքով Վարդանը չափազանց շատ էր աղը լցնում ամեն ինչի վրա եւ այդ առանձին դիրքավորումը հիմա էլ ես տեսա որոշակի հայտարարություններ որ դա գիտես ինչ սեպարատիզմով կարող են օգտվել մեր թշնամիները եւ կօգտվեն եթե եւ բարեկամներն էլ կարող են օգտվել
թշնամիները եւ բարեկամները, այո։ Եվ ներքին թշնամիները եւ արտաքին թշնամիները եւ ներքին բարեկամները ճակերտավոր եւ արտաքին։ Դա ամենամեծ վտանգն էր, որ ես տեսնում եմ Վարդան Ղուկասյանի գործունեության մեջ։ Ինչ վերաբերում է դրվագին կաշառք ստանալ, բան կաշառքը շատ դժվար է ապացուցել։ Դեռևս սովետական ժամանակահատվածից մինչև մարդու ձեռքը, այսինքն դա տալուց եւ վերցնելուց չես բռնում, շատ դժվար է ապացուցել, բայց գործը հարուցված է, գործը արդեն ուրեմն կտևի երկար ժամանակ եւ ակնհայտ է, որ արդեն Ղուկասյանը այլևս քաղաքապետի իր պարտականությունը չի կարող։ Գործը բայց քաղաքական է, չէ՞, պարոն Դավթ։ Չեմ կարող ասել, Դավիթ ջան, դա հիմա ասենք դրվագ կա, չէ՞, դրվագը կա, այսինքն ինչ Հիմա դատարանը կպարզի դրվագը կա թե չէ։ Կա քաղաքապետ, որը իշխող կուսակցությանը գրել է, հիմա այդ քաղաքապետը լիկվիդացվում է։ Մի կողմ դնենք, որ իշխող կուսակցությանը գրել է։ Կա քաղաքապետ, որը իրեն եւ իր քաղաքը հակադրում էր կենտրոնական իշխանությանը եւ մեծ հաշվով ընտրված քաղաքապետ։ Կա ընտրված քաղաքապետ, ով իր քաղաքը հակադրում էր կենտրոնին։ Նորից, քանի որ ես կատեգորիկ դեմ եմ գոյություն ունեցող սահմանադրությամբ կարգավորվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության բանին, ուրեմն այս ամբողջ բանին, process-ին, ես դեմ եմ անգամ այդ արտահայտության։ Ընտրված քաղաքապետ կլիներ, եթե ուղղակի քվեարկության հարցունքներով նա ընտրվեր։ Եվ նա եւ մնացած բոլորը, այսինքն ստիպված են անդամագրվել կամ գրվել կամ մասնակցել ինչ-որ կուսակցական ցուցակներով, որը որևէ կապ չունի քաղաքի կառավարման հետ։ Այսինքն ես կխուսափեմ եւ միշտ եմ խուսափում ընտրված քաղաքապետ կոչելու։ Այսինքն նույն Ավինյանին ես չեմ կարող ընտրված քաղաքապետ կոչել, այսինքն նույնն էլ Վարդանին չեմ կարող կոչել։ Ընտրված քաղաքապետ ես չեմ ընդունում այն կանոնը, այն կարգը, որը այսօր կարգավորվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության գործընթացը։ Այսինքն մենք ես ցավում եմ, որ Գյումրիում այդ խժդժությունները շարունակվեցին եւ շարունակվելու են, որովհետեւ ակնհայտորեն քաղաքապետը այլևս չի կարողանալու իրականացնել իր գործառույթները, այնտեղ process-ներ են տեղի ունենալու եւ այլն։ Այդ ամեն ինչը իհարկե խաղաղ ընթացք չի, ուրեմն մեզ երաշխավորում, որի համար ես ցավում եմ, բայց նորից եմ կրկնում, սեպարատիստական մղումները պետք է կանխել, դա իսկապես անմիջական ազդեցություն կարող է ունենալ ազգային անվտանգության վրա։ Իսկ քրեական գործը նույնպես եմ կրկնում, այս բանը կաշառքը ապացուցելը շատ դժվար է։ Վերջում ուրեմն անդրադառնամ այս հեծանիվորդներին ուրեմն պետության կողմից օժանդակման մասին։ Մի հայտարարություն տեսա կրթության եւ գիտության նախարարության կողմից արված, որ ուրեմն բուհերի ուսանողները, դասախոսները, նրանք ովքեր ուրեմն ցանկություն ունեն հեծանիվ գնելու, ուրեմն այդ հեծանիվը կարող են գնել վարկային միջոցներով, որի տոկոսները կփակվի պետության կողմից են։ Գիտես ինչ, Դավիթ, եթե խոսքը գնում է Երևանի մասին, խիստ վտանգավոր եմ համարում հեծանվորդներին խրախուսել։ Ինֆրաստրուկտուրա չկա, ոչ մի բան չկա, մարդկանց անում ես փողոց չկա, եթե պետությունը նման քայլ է անում, ուրեմն պետությունը պարտավոր է այդ յուրաքանչյուր հեծանվորդի կյանքը եւ առողջությունը ապահովագրել։ Հասկանում ես, եթե անում եք, խնդրեմ, ես էլ կառնեմ, այսինքն ես աչույքով այդ հեծանիվը կառնեմ, եթե իմ կյանքը ձեր հաշվին դուք ապահովագրեք։ Հասկանում ես, ով է պատասխան տալու, եթե 1-2 մի հոգի, ասենք, ինչ-որ բանի պատահարի, դժբախտ պատահարի բան դարձավ, զոհ դարձավ, ով է դրա պատասխանը։ Սուբսիդավորված հեծանիվով, հա։ Կրթության նախարարն է պատասխան տալու։ Չի կարելի նման բաներ անել։ Այսինքն, գիտես ինչ, ասենք, հաջողախոսությունը լավ բան է, բայց մի քիչ ասենք ռացիոնալ մտածեք, ընկերուհիներ, այդպես չի կարելի, հասկանում ես, ուրեմն ապահովագրեք այդ մարդկանց կյանքը։ Մարդկա կարող կուզենա, ասենք, իր կյանքը ապահովագրվի, այդ հեծանիվը կառնի, հետո ասենք, ուրիշ դրվագով մի բան կվնասի իրեն։ Այնպես որ ուշադիր եղեք, սիրելի քաղաքացիներ, ամեն դեպքում Երևանում գոնե ես դա չէի խրախուսի, բացարձակապես իմ կարծիքով անթույլատրել է։ Նույն Գյումրիում միգուցե կարելի է, որտեղ այնտեղ այդքան տրաֆիկ չկա, ես չգիտեմ, անգամ դա վերաբերում է Գյումրիին թե չէ։ Օրինակ ասենք այդ որոշումը սուբսիդավորման կամ ասենք Վանաձորին, չգիտեմ ես, վերաբերում է թե չէ, բայց Երևանի համար դա հակացուցված է ուղղակի հակացուցված է։ Ուշադիր եղեք, սիրելի բարեկամներ։ Ապահովագրություն հեծանվորդներին, սիրելի ռադիո լսողներ, այսօր էսպես ավարտենք։
Դարփինյանի ժամներ, մենք հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք, այսօր այսքանը, շարունակեք լսել գործարար ալիքը։